Բարև ձեզ, դուք Արցախից եք, մենք ձեր հետ առաջին անգամ ենք զրուցում, խնդրեմ ներկայացեք եւ ներկայացրեք ձեր թեմաները, թե ինչի մասին եք ուզում այսօր զրուցեք։ Տեսեք, Գոռ Ավերցյան, Հայոց համազգային միասնություն, կուսակցություն, ուրեմն իմ թեմաները այսօրվա հետևյալն է, որ Ազգադավը մի քանի օր առաջ մեկնել է Սյունիք եւ իր դավադիր այդ ծրագրերով փորձում է ինչպես որ մեզ արցախցիների խաբեց զրկեց մեր հայրենիքից, այնպես էլ Սյունեցի ժողովրդին խաբելով, հրամցնելով, որ այլ տարբերակ չկա, եթե չհանձնենք պատերազմ կլինի եւ այսպես ինչ որ Արցախում արեց, այնպես նաեւ կատարում է Սյունիքում։ Խոսելու եմ հետևյալ թեմայից, թե ինչպես շատ կարճ ժամանակահատվածում համախմբել մեր ուժերը, համախմբել ազգային գաղափար կրող քաղաքական գործիչների հետ եւ օր առաջ Փաշինյանին հեռացնել, վռնդել այս իշխանությունից, որովհետեւ այս 7 տարիների ընթացքում Փաշինյանի ուրեմն ոչ ստաբիլ վարած քաղաքականության արդյունքում նախ կորցրեցինք Արցախը, հետո կորցրեցինք Հայաստանի սուվերեն տարածքներից զգալի մասը, հիմա փորձում է կրկին ժողովրդի գլխի տակ փափուկ բարձ դնել այս ստոր ստահակը նորից իր ազգադապ ծրագրերը իրականացնել։ Տեսեք, երբ ուրեմն 2018 թվականին ուրեմն Հայաստանի Հանրապետությունում Նիկոլ Փաշինյան անունով անձնավորությունը զավթեց ուրեմն իշխանությունը ու նրա թիմակիցներից ոմանք հայտարարեցին, որ իրենց համար ավելի կարևոր է, այսպես ասած, ճակերտավոր հեղափոխությունը, քան Արցախյան հերոսամարտը, արդեն իսկ մեր արցախցի ժողովրդի համար պարզ էր, որ այս մարդը հրահրում է պատերազմ։ Ուրեմն այս մարդիկ ջանք ու եռանդ չխնայելով իրականացրեցին իրենց դավադիր պլանը, անհրաժեշտ էր պատերազմ։ Թավշյա հեղափոխականները չխորշեցին եւ զովասեղանին դնելով հազարավոր ուրեմն մատաղ կյանքեր իրականացրեցին իրենց հանցավոր պլանի մի մասը։ Ուրեմն պլանը ավարտին հասցնելուց հետո, այսինքն Արցախի 75%-ը հանձնելուց հետո, այսպես ասած, իրականացրեցին իրենց ճակերտավոր, արտահերթ ընտրությունները, իսկ դա իրենց պլանը վերջնականապես իրականացնելու համար էր այդ խաղաղության քվեն, որով որ նա հրամցնում էր Շուշի եւ Հադրութի դեօկուպացիա իր նախընտրական ծրագրի մեջ։ Ուրեմն այս մարդիկ սուտ կեղծ խոստումներով զավթեցին իշխանությունը եւ արդյունքում տեսանք 2023 թվականի չարաբաստիկ պատերազմը։ Կրկին Նիկոլ Փաշինյանի ձեռամբ եւ թողտվությամբ արցախահայերը նախ մինչեւ այդ պատերազմը հայտնվեցին շուրջ 10 ամսյա շրջափակման եւ բլոկադայի մեջ, այնուհետեւ դրան հաջորդեց պատերազմը եւ բռնի տեղահանումը։ Հիմա նույն սցենարը իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում։ Կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին, գործիչներին, ուժերը մեկտեղել մի գաղափարի շուրջ հեռացնել Նիկոլ Փաշինյանին այս ազգադավ կապիտուլյանտ անձնավորության իշխանությունից եւ այստեղ մի կարևոր հատկանշական մի բան եմ ուզում ասել, որ նա ինչպես որ մեկնեց Սյունիք, այսինքն այնտեղ էլ է գոռացել Սյունիքը Հայաստան է եւ վերջ, որ այդ տարեց կնոջը, եթե դուք ուշադիր լինեք վիդեոներում, վիդեոհոլովակներում ասում էր, դե եկեք ընդունեք, որ սա ձեր տարածքները չի, ես ձեզ կտամ ուրիշ տարածքներ, ծառեր կտնկեք։ Ժողովուրդ, տեսեք, այս մարդը խափում է բոլորին։ Այս մարդը ամենամեծ մանիպուլյատորն է, որ 2018 թվականից ի վեր իշխանությունը զավթելուց հետո իրականացնում է իր հայագործան ծրագիրը։ Ուրեմն այս մարդը, որ նշում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86600 քառակուսի կիլոմետրը, որով որ նա 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրագայում Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, այնպես էլ իր այս ծրագիրը այ հիմա ներկայումս որ իրականացնում է այս հիբրիդային պատերազմի շնորհիվ Հայաստանն է ուզում առանց հայերի եւ ինչու՞ չէ հայերով նույնիսկ հանձնել Ադրբեջանին։
Ադրբեջանի համար ստեղծվել է հարմար առիթ, պատեհ ժամանակաշրջան, այդ տեսեք թշնամական պետության ղեկավարը խոսում է այ Հայաստանում ռևանշիստները չպետք է գան իշխանության, որովհետև վախում է հենց այն փաստից, որ եթե ազգային ուժեր գան իշխանության, նա ոչ միայն չի տեսնելու Հայաստանի Հանրապետություն մի սանտիմետր տարածք, այլ նաև դեռ ամբողջ Արցախն ենք մենք հետ վերադարձնելու, որովհետև դա մեր դարեր շարունակ Արցախում ապրել են հայեր եւ մեր պատմամշակութային կոթողները ունենք այնտեղ, մեր մշակույթն են կերտել եւ ես որպես արցախցի կոչ եմ անում այդ ազատության հրապարակում հավաքված իմ հայրենակիցներին։ Սիրելի հայրենակիցներ, մենք կանգնած ենք գոյաբանական խնդրի առջև։ Սա զուտ չեմ ուզում որակել, որ 40+10-երի համար, սա համազգային պայքար պետք է դառնա։ Այդ ձնագնդիկի էֆեկտի պես պետք է գնալով մեծանա, պետք է գնալով համախմբվենք։ Ինչու՞ չէ, նաև ես նշեմ Սրբազան պայքարի ակտիվ մասնակից, ես ինքս որպես պետք է ուժերը համախմբվենք Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ ստեղծված այդ Սրբազան պայքարը ստացած շարժման մեջ, անունը ստացած շարժման մեջ եւ պետք է օր առաջ այս իշխանություններին հեռացնենք մեր երկրից, մեր երկիրը այս չարիքից ազատագրենք եւ ասեմ, շատ են հարցնում, այ ինչպես պետք է արվի այդ փոփոխությունը։ Ասեմ, պետք է ընդդիմությունը շատ ճիշտ քաղաքական գործընթաց վարի, այսինքն միակ այս պահի դրությամբ Փաշինյանին հեռացնելու ամենախելամիտ տարբերակը դա իմպիչմենթի գործընթացը սկսել եւ ստանալ ազգային ժողովի падգամավորների 1/3-ի ձայները, որպեսզի Փաշինյանին հեռացնենք։ Եվ դրան զուգահեռ մենք պետք է փողոցը տակ պահենք, հա, հասարակությունը պետք է այդ զգալի մասը, այդ ճնշող մեծամասնությունը դուրս գա փողոց, դուրս գա իր անվստահությունը հայտնի այս իշխանություններին, իր անհամաձայնությունը, որ ժողովուրդը համաձայն չէ։ Տեսեք, այսօր մենք գնանք դատախազության մոտ ակցիա անենք, գնանք Ֆրանսիայի դեսպանատան մոտ ակցիա անենք, դա անարդյունավետ է, քանի որ մենք չունենք այն իշխանություն։ Տեսեք, Շվեյցարիան բանաձև ընդունել է Արցախի հակամարտության կարգավորման, բազմաթիվ երկրներ բանաձևեր են ընդունում, բայց դրան պետք է հայանպաստ իշխանություն, որպեսզի զարկ տա այդ գործընթացին եւ հասցնի տրամաբանական ավարտին։ Իսկ քանի որ մենք այս պայդրությամբ չունենք իշխանություն, այսինքն երկրում տիրում է տոտալ անիշխանություն, այդ իսկ պատճառով մենք չենք կարողանում մեր ձայնը լսելի դարձնենք միջազգային հանրությանը։ Մենք բոլորս այսօր գոյաբանական թերևս խնդրի առաջ ենք կանգնած եւ տնտեսական եւ սոցիալական եւ մշակութային եւ քաղաքական եւ գիտակրթական մենք պետք է մեր այս ռեսուրսները ներդնենք, մեկ տեղենք մի նպատակի, մի գաղափարի շուրջ, հեռացնենք այս իշխանություններին, քանի որ դա է մեր միակ այսօրվա այդ փրկությունը, որ մենք կարող ենք տեսնել ազատագրված Հայաստան։ Եվ սա սոսկ միայն, ինչպես որ Բագրատ Սրբազանն է նշել, սա քաղաքակրթական պայքար է, այլ ոչ թե քաղաքական միայն, այլ քաղաքակրթական պայքար է, որով մենք պետք է վերականգնենք։ Մենք այսօր կորցրել ենք եկեղեցու հանդեպ մեր հավատը, այսինքն տեսեք, մեզ կտրեցին եկեղեցուց, մեզ կտրեցին մեր ազգային այդ կապից, որ մենք մեր ազգային գենը կրողներն ենք, մեզ հրամցրեցին, թե եկեղեցին չպետք է զբաղվի քաղաքականությամբ, ինչու, որովհետև իրանք ուզում են իրանց ծրագիրը վերջնանպատակին հասցնել, այն է Հայաստանի մի մասը հանձնել Թուրքիային, մյուս մասը Ադրբեջանին։ Ես կարող եմ այսօր գալ եթեր խոսել տրանսպորտի թանկացումից, ես կարող եմ բազմատիսի, բայց դրանք երկրորդային են։ Այսօրվա դրությամբ մեր առաջնային խնդիրը, որը մեր առջև ծառացած է, այս իշխանություններին հեռացնելն է։ Հարգելի արցախցիներ, ես ինքս որպես արցախցի ասում եմ, վստահ եղեք, միայն այս կապիտուլյանտ դավաճան ազգադավ իշխանությունից հետո նոր մենք կարողանանք այդ ծրագրերը իրականացնել, որի առջև մենք այսօր կանգնած ենք։ Միակ տարբերակը ես ձեզ եւ բոլոր հայ ժողովրդին կոչով դիմելով ասում եմ, եկեք այդ մի պահ թողնենք այդ, հա, ներազգային թշնամանքը, ատելությունը,
այս իշխանությունների ջրաղացին ջուր չլցնենք, հա, նրանք որ ինչպես որ նրանք ասում են Ղարաբաղցի հայաստանցի գոյություն չունի նման պարակտում ժողովուրդ, մենք բոլորս հայ ենք, ինչի արցախցին հայ չի, այսօրվա դրությամբ այդ որ հայտարարում է, հա, ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, որ ասում է արցախցիները թող մնային կռվեին, 10 ամիս արցախցին բլոկադայի սովի ցեղասպանության մեջ անցնելով եկավ Հայաստանի Հանրապետություն արդեն հյուծված, արդեն իսկ առողջական խնդիրներով եւ այսօր ոմանք, որոնք որ իշխանությունը ապօրինի զավթել են, ասում են մնայիք կռվեիք, իսկ դուք ինչ գիտեք արցախցին ինչպես է պահել իր երկիրը եւ իր պետությունը, իսկ դուք ինչ գիտեք թե ինչ է տեղի ունեցել այդ շուրջ 10 ամսյա բլոկադայի ընթացքում ոչ Հայաստանը համարվում էր, տեսեք, Արցախի անվտանգության երաշխավորը, բայց խախտելով սահմանադրական կարգը օրվա իշխանությունը տապալել է այդ նաև ինչու՞ չէ բանակցային այդ process-ը հայտարարելով Ստեփանակերտի վերածննդի հրապարակում Արցախը Հայաստան է եւ վերջ եւ դրանով իսկ արդեն վերացնում է բանակցային ամբողջ process-ը այ տհաս եթե Արցախը Հայաստան էր եւ վերջ հիմա ես որպես արցախցի դիմում եմ քեզ ինչու դու տեր չկանգնեցիր քո Հայաստանի Հանրապետության ամրագրված Արցախի անվտանգության երաշխավորը լինելու քո իսկ պարտականությունը դիմում եմ քեզ օր առաջ դու ինքդ արժանապատվություն ունեցիր Նիկոլ հրաժարական տուր եւ այս ժողովրդին պարգև իրեն ուրախությունը որը դու 7 տարի շարունակ գողացել ես այն երջանկությունը որը դու 7 տարի շարունակ մսխել ես այն ուրախությունը մեր ազգային տոները մեր այդ պարադները որ այսպես բացականչում եք նախկինների ժամանակ Հայաստանը զարգացել է անվտանգ պետություն է եղել տնտեսություն ենք զարգացել այո եղել են սխալներ բայց դրանք չեն եղել այն աստիճան ինչպես որ դու ես արել այդ որ դու բացականչում ես նախկիներ դու նախկիների չափ ոչ Արցախ ես պահել ոչ Հայաստանի Հանրապետություն ես պահել եւ ոչ մեր պատմամշակութային ժառանգությանն ես պահել եւ պահպանել շատ շնորհակալություն ձեզ